Վահանաձև գեղձի էնդոկրին համակարգի ամենամեծ գեղձն է 20-25 գրամ։ Վահանաձև գեղձի հիվանդությունները էնդոկրին պաթոլոգիաներից ամենատարածվածն են Հայաստանում շաքարային դիաբետից հետո։ Բժիշկը մանրամասնում է։ Վահանաձև գեղձի հիվանդությունները կարող են լինել աուտոիմուն համակարգի խախտումից առաջացած, կարող են լինել կիստաներ, հանգույցներ, դիֆուզ փոփոխություններ վահանաձև գեղձի, այսինքն նրա համար, որ մենք նախապես իմանանք եւ ժամանակին կարողանանք կանխարգելել, առաջին հերթին պետք է տարեկան բուժզննում անցնել։ Մասնավորապես վահանաձև գեղձի սոնոգրաֆիա կատարել եւ 1-2 հորմոնալ անալիզներ հանձնել ըստ բժշկի ցուցման։ Մասնագետը ընդգծում է, սոնոգրաֆիան շատ կարեւոր է, քանի որ հորմոնալ անալիզների բացասական պատասխանները դեռ չեն կարող բացառել վահանաձև գեղձի խնդիրը։ Տարեկան կանխարգելիչ բուժզննում անցնողների նաեւ վաղ հայտնաբերման դեպքերը ավելացել են։ Եթե պացիենտը ունի հանգուցավոր խփի, մենք սոնոգրաֆիկ պիտի դիֆերենցիայենք, արդյոք հանգույցը բարորակ է, չարորակ է, կոլոիդ է, կիստոզը ինչ է իրանից ներկայացնում, բայց վերջնական ախտորոշումը հանգույցի չարորակ է ինքը թե բարորակ տալիս է բարակասեղային պունկցիոն բիոպսիան, որը անվնաս անցավ պրոցեդուրա է, որը կատարվում է ամբուլատոր պայմաններում, որից հետո մենք պատասխան ենք ունենում, արդյոք այս հանգույցը կարիք ունի վիրահատման, թե դինամիկ հսկողության։ Ամենաշատը հանդիպում է պապիլյար քաղցկեղը, որը դանդաղ է զարգանում։ Վաղ հայտնաբերման դեպքում եւ ժամանակին վիրահատություն, եթե կարիքը կա ռադիոյոդ թերապիա անցնելու դեպքում, մեր հիվանդը համարվում է 100% ապաքինված եւ որևէ խնդիր հետագայում անգամ ռեպրոդուկտիվ տարիքի աղջիկների համար ինքը չի առաջացնում։ Վահանաձև գեղձի հիպերֆունկցիայի դեպքում անձինք հաճախ դյուրագրգիռ են դառնում, կարող են ունենալ սրտխփոցներ, ճնշման խիստ տատանումներ, առատ քրտնարտադրություն, ձեռքերի եւ ամբողջ մարմնի դող։ Վահանաձև գեղձի թեր ֆունկցիայի դեպքում, երբ հորմոններ քիչ են արտադրվում, նկատվում են հետեւյալ ախտանիշները։ Դանդաղ կոտ են, ալարկոտ են, գիրանում են, մաշկի չորություն ունեն, դաշտանային ցիկլի խախտում ունեն, լիպիդոն է իջնում, սեռական ցանկությունը, մազաթափություն են ունենում։ Նման պացիենտները շատ հաճախ են մեզ դիմում հենց թեր ֆունկցիան գնահատելու նպատակով։ Նման ախտանշանների դեպքում հետազոտվելն ու համապատասխան բուժօգնություն ստանալը կօգնի խուսափել հետագա բարդություններից։ Նարեկ Ոսկանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։